Ամերիկայում հայերի հարստության մասին լեգենդներ են պտտվում, իսկ ինչ է կատարվում իրականում, բարև ձեզ, ես Մանու Հարությունյանն եմ, այսօր միասին անելու ենք այն, ինչ սիրում ենք շատերս, հաշվելու ենք ուրիշների փողերը, իսկ եթե լուրջ, այսօր պատմելու եմ այն մասին, թե Կալիֆորնիա նահանգում հատկապես որ ոլորտներում են ակտիվ բիզնեսով զբաղվում հայերը, ամեն ինչ, ինչպես և սպասելի էր, սկսվել է ոչ թե միլիոնավոր դոլարներից, այլ մի քանի ընտանիքներից, որոնք 1880-ականներին Ֆրեզնոյում հող մշակեցին, հաց թխեցին ու սեփական գործը հիմնեցին։ Կալիֆորնիայի հայկական բիզնեսի պատմությունը սկսվում է կենտրոնական հովտից։ 1880-ականներին Ֆրեզնոյում հաստատված հայերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, խաղողի և թզի այգիներով, ապա սկսեցին բացել հացատներ, մթերային խանութներ և արհեստանոցներ։ Դրանցից ամենահայտնիներից է Wally Lavoie Bakery-ն, որը հիմնադրվել է 1922 թվականին և համարվում է ԱՄՆ-ում լավաշի առաջին արտադրամասերից մեկը։ Մի քանի տասնամյակ անց ստեղծվեց նաև High Quality Bakery-ն, որի արտադրած հայկական հացը տարածման ավելի լայն ցանց ուներ։ Կալիֆորնիայի հայ գործարարների մասին խոսելիս միայն մեկ ոլորտ առանձնացնելը պարզապես անհնար է։ Նրանք հիմնել են միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող ընկերություններ, ղեկավարել համաշխարհային տեխնոլոգիական նախագծեր, զարգացրել առողջապահությունը, ներդրումներ արել անշարժ գույքում և ստեղծել հազարավոր աշխատատեղեր։ Հատկանշականն այն է, որ նրանցից շատերը երբեք չեն կտրվել հայկական համայնքից, շարունակելով աջակցել կրթական, մշակութային և բարեգործական ծրագրերին։ Հայկական բիզնեսը միայն եկամտի կուտակման պատմություն չէ, այլ նաև Ամերիկայում հայկական ազդեցության ամրապնդման։ Կալիֆորնիայում բնակվող կամ այստեղ գործունեություն ծավալած ամենահայտնի հայ գործարարներից է Նուբա Ռաֆեյանը, որը կենսատեխնոլոգիական Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և Մոդեռնայի համահիմնադիրը։ Տեխնոլոգիաների ոլորտում հանրահայտ դեմքերից է Ալեքսիս Օհանյանը, Reddit-ի համահիմնադիրը։ Այս անունները ցույց են տալիս, որ հայկական ձեռնարկատիրությունը վաղուց դուրս է եկել համայնքային սահմաններից և դարձել համաշխարհային մասշտաբի։ Եթե կա մի ոլորտ, որտեղ Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայությունն ամենատեսանելին է, դա սննդի բիզնեսն է։ Այստեղ հայկական խոհանոցը վաղուց դուրս է եկել պարզապես համայնքային շրջանակներից։ Լոս Անջելեսի քաղաքային բնակավայրերում, հատկապես Գլենդելում, հայկական ռեստորաններն ու սրճարանները դարձել են քաղաքի բազմազգ մշակույթի կարևոր մասը։ Այստեղ կարելի է գտնել և ընտանեկան նոր ու փոքրիկ հաստատություններ, և տասնամյակների պատմություն ունեցող հայտնի անուններ, որոնք հայկական համերը ներկայացնում են հազարավոր այցելուների։ Գլենդելում հայկական ռեստորանային բիզնեսի ամենահայտնի օրինակներից մեկը Carousel Restaurant-ն է, որը հիմնադրվել է 1983 թվականին և տարիների ընթացքում դարձել է հայկական ու մերձավոր արևելյան խոհանոցի ճանաչված հասցեներից մեկը, իսկ Massis Kebab-ը Գլենդելում գործում է 1976 թվականից, ներկայացնելով արագ սպասարկման հայկական միջերկրածովյան խոհանոցը։ Այսպիսի ընտանեկան բիզնեսները հաճախ փոխանցվում են սերնդեսերունդ, պահպանելով և ավանդական բաղադրատոմսերը, և ձեռնարկատիրական մշակույթը։ Եթե նախկինում հայկական բիզնեսի մասին խոսելիս առաջինի հիշում էինք ռեստորաններն ու փոքր ընտանեկան խանութները, ապա այսօր պատկերը շատ ավելի լայն է։ Կալիֆորնիայում ապրող հայ ձեռնարկատերերի մի մասը տեղափոխվել է աշխարհի ամենամրցակցային ոլորտներից մեկը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Սիլիկոնյան հովիտը և Լոս Անջելեսի տեխնոլոգիական միջավայրը դարձել են այն վայրերը, որտեղ հայկական ծագման մասնագետներն ու հիմնադիրները ստեղծում են ծրագրային լուծումներ, նորարարական ընկերություններ և ներդրումային նախագծեր։ Հայկական ծագմամբ տեխնոլոգիական գործարարների շարքում միջազգային ճանաչում ունեն մի քանի խոշոր անուններ։ Ալեքսիս Օհանյանը թերևս ամենահայտնի անունն է, սակայն Կալիֆորնիայում գործող հայկական տեխնոլոգիական համայնքը ներառում է ծրագրավորողների, ինժեներների, հիմնադիրների և ներդրողների մի մեծ ցանց։ Շատերը գուցե դեռ համաշխարհային ճանաչման չեն հասել, բայց արդեն իրենց ամուր տեղն ունեն տեխնոլոգիաների ոլորտում։
Կալիֆոռնիայում հայկական ներկայության ամենաուժեղ ոլորտներից մեկը բժշկական ծառայություններն են։ Այստեղ հայկական ծագման բժիշկները, հետազոտողները եւ առողջապահական ձեռնարկատերերը տարիներ շարունակ աշխատել են ոչ միայն հիվանդների բուժման, այլև նորարարական բժշկական լուծումների ստեղծման ուղղությամբ։ Այս ոլորտում հաջողության պատմությունները հաճախ սկսվում են կրթությունից, գիտությունից եւ մասնագիտական բարձր պատրաստվածությունից, իսկ հետո վերածվում են կլինիկաների, ընկերությունների եւ միջազգային նախագծերի։ Առողջապահության ոլորտում հայերի գործունեությունը հաճախ միավորում է բժշկությունը, դեղագործական հետազոտությունները եւ տեխնոլոգիաները։ 1985 թվականին Լոս Անջելեսում հիմնադրվեց հայ-ամերիկյան բժշկական ընկերությունը, որը միավորեց հայ բժիշկներին եւ նպաստեց համայնքային առողջապահական ծրագրերին։ Հայկական նախաձեռնությամբ ստեղծված կարևոր հաստատություններից է նաեւ Արարատ Հոմո տարեցների խնամքի կենտրոն, որը հիմնադրվել է 1949 թվականին Լոս Անջելեսում։ Կալիֆոռնիայում տունը պարզապես բնակության վայր չէ, հաճախ նաև ներդրում է ապագայի ծրագիր եւ ընտանիքի ֆինանսական անվտանգության հիմք։ Հենց այդ պատճառով անշարժ գույքի ոլորտը դարձել է այն ուղղություններից մեկը, որտեղ հայ գործարարներն ու մասնագետները բավական ակտիվ են։ Հատկապես Գլենդելում, Բուրբանքում եւ Սան Ֆերնանդոյի հովտում հայկական ծագմամբ գործակալները, ներդրողները եւ կառուցապատողները տարիներ շարունակ մասնակցում են շուկայի զարգացմանը։ Այս ոլորտում հայկական ներկայության օրինակներից է Գլենդելում գործող անշարժ գույքի մասնագետների ցանցը։ Արմեն Դովլաթյանը Specialized Realty ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, իսկ նրա գործունեությունը ներառում է առևտրային նշանակության անշարժ գույք, ներդրումներ եւ կառուցապատման նախագծեր։ Մյուս օրինակներից է Սին Մադադյանը, որը 1990-ականներից աշխատում է Գլենդելի եւ Լոս Անջելեսի շուկաներում։ Այս ոլորտում հաջողության կարևոր գործոններից մեկը համայնքային կապերի եւ տեղական շուկայի լավ իմացության համադրությունն է։ Կալիֆոռնիայում սուրճը պարզապես առավոտյան ըմպելիք չէ, շատերի համար սրճարանը հանդիպման վայր է, զրույցի առիթ եւ փոքրիկ բիզնես սկսելու հնարավորություն։ Հայկական համայնքում սրճարանային մշակույթը հատկապես նկատելի է Գլենդելում, որտեղ նոր սերնդի ձեռնարկատերերը հայկական հյուրընկալությունը միացնում են ժամանակակից սրճարանային ոճին։ Այստեղ սրճարանները հաճախ դառնում են ոչ միայն բիզնես, այլ նաեւ համայնքային փոքր կենտրոններ։ Գլենդելում գործող հայկական ծագմամբ սրճարանների օրինակներից են Coffin Coffee-ն, որը գործում է Adams Hill շրջանում 2017 թվականից, եւ Family's Coffee and Organics-ը, որը ներկայացվում է որպես հայկական բիզնես սուրճի, սմուզիների եւ սննդի ծառայություններով։ Այսպիսի փոքր ձեռնարկությունները ցույց են տալիս հայկական բիզնեսի մեկ կարևոր առանձնահատկություն՝ ընտանիքի, համայնքի եւ հաճախորդի հետ երկարաժամկետ կապ ստեղծելու մոտեցումը։ Այստեղ հաջողության չափանիշը միայն վաճառքը չէ, այլ նաև վստահելի անուն ստեղծելը։ Չկա պաշտոնական հաշվառում, թե քանի հայկական բիզնես կա նահանգում, սակայն փաստ է, Կալիֆոռնիան ԱՄՆ-ում ամենամեծ հայկական համայնքն ունեցող նահանգն է։ Այստեղ է կենտրոնացած երկրի հայ համայնքի, հետևաբար նաև հայկական բիզնեսի մեծ մասը։ Մենք շարունակելու ենք որոնել Ամերիկայում հայկական ազդեցության կարևոր կետերը եւ պարբերաբար ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը, իսկ դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որ բաց չթողնեք հատուկ ձեզ համար պատրաստած հերթական հետաքրքիր թողարկումը։ Հաջողություն։